Երեք երեխաների հայր 40-ամյա Օնիկ Սահակյանն ընդամենը 3 օր կռվեց Արցախյան վերջին ազատամարտում, որպես կամավոր ճակատ մեկնեց ապրիլի 18-ին, զոհվեց ապրիլի 21-ին։ Քանի ամիս էր չէր աշխատում, ասեց գնամ, ինչև աշխատանքը կլինի, կգամ կաշխատեմ։ Զոհվածի քերուկինը հիշեցրել է, որ 3 փոքրիկ երեխա ունի, գուցե նրանց մասին մտածի Ղարաբաղի-ադրբեջանական սահման մեկնելու փոխարեն։ Ասեց ոչ, ես պիտի գնամ, իմ հայրենիքն ասմազին, որի կարիք ունի։ Երեխեք արկ։ Քարորյա պատերազմից 2 օր առաջ Օնիկ Սահակյանը ՎՏԲ բանկից 150,000 դրամի վարկ է վերցնում։ Վարկը դրել ենք երեխաների համար, որովհետև տունահացի փող չենք ունեցել։ Դրանից հետո դեպքը կատարվելա չենք կարող, աշխատող չունենք։ Զոհվածի հարազատ Սարգիս Մարտիրոսյանը Օնիկի մահից հետո դիմում է բանկին, որպեսզի ինչ-որ կերպ աջակցեն վարկը չեղյալ համարելու, հաշվի առնելով, որ բոլոր մնացած բանկերը աջակցում են զոհերի ընտանիքներին, ՎՏԲ-ն չի աջակցում։ Ասել ռուսներին, իրանց բանկն է Ничего личного, чисто бизнес։ Այսօր այս ընտանիքը մուծել է առաջին 12,000 դրամը, կինը չգիտի թե ինչպես են վճարելու հետագայում։ Մենք իր հույսով էինք, որ այնքը աշխատելու ամեն ամիս մենք վճարելու ենք։ Իր մահից հետո զանգեցին, որ արդեն չգիտեին, որ մահացել է, զանգեցին, կանչեցին աշխատանքի։ Բանկի աշխատակիցը պարզաբանում է, թե ինչու չեն ընդառաջել։ Օնիկ Սահակյանը զոհվել է ապրիլի 21-ին, երբ քարորյա պատերազմն արդեն ավարտվել էր։ Մեր բանկը հայտարարել է, որ պատերազմական գործողությունների ընթացքում զոհված ծառայողների իրանց ազգական վարկերը բանկը որոշում է կայացրել, որ կների։ Բայց դա վերաբերվում է իրենց ազգական վարկերին 1-ից 15-ը զոհված ծառայողների։ Բանկն այնուամենայնիվ պատրաստ է ընդառաջել, առայժմ վերջնական որոշում կայացված չէ, հարազատները սակայն ցնցված են, որ քարորյա պատերազմից հետո զոհվածների ընտանիքների վարկերը ներման ենթակա չեն։ Եթե ամսի մինչև 4-ն է պատերազմ, 4-ից հետո զոհվածները զոհված չեն համարվում, ուրեմն թող վերջացնեն այս պատերազմը։ Մայրն ասում է ոչինչ, ինքն իր թոշակից կմուծի վարկը, կինն էլ աշխատանքի առաջարկ է ստացել Նորքի թաղապետարանից։ Ասել է, որ մանկապարտեզում բան կաշխատեք։ Մեր զրույցի վերջում դպրոցից գրեթե երջանիկ տուն է վերադառնում Հասմիկը, ուսուցչուհին զոհվածի դստերն առանձնացրել է, ժամացույց է նվիրել։